Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր ուղերձ Բաքվի բանտից, ինչ է ասել Դավիթ Բաբայանը մեղադրանքների, առողջական խնդիրների և միջազգային դատարան դիմելու հնարավորության մասին։ Նորընտիր խորհրդարանում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ով է առաջադրվել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրի թվերը խիստ տարբեր են, ինչու է առևտուրը միակողմանի և ինչ ռիսկեր է դա ստեղծում Հայաստանի համար։ Ռուսաստանը շարունակում է սահմանափակումներ կիրառել հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ, ինչ է պահանջում Մոսկվան։ Բողոքի ակցիա Եվրամիության ներկայացուցչության դիմաց, ինչ են պահանջում Արեգ Նազմանուկյանի պաշտպանության կոչին միացած 350 կանայք։ Միքայել արքեպիսկոպոսի գործով նոր զարգացում կա, ինչպես է արձագանքել Սրբազանը գլխավոր դատախազի բողոքին։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից ուղերձ է հղել հայտարարելով, որ իր և մեր մյուս հայրենակիցների դատավարությունները նախապես գրված սցենարով են անցկացվել։ Բաբայանը պնդում է, որ մեղադրանքների մեծ մասը կեղծ են և դրանց հիմքում բավարար ապացույցներ չկան։ Նա որպես օրինակ նշել է մեղադրանքներից մեկը, որով իրեն մեղադրում են Ադրբեջանի իշխանությունը տապալելու փորձի համար, ընդգծելով, որ դատարանում այդ մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել։ Բաբայանը նաև խոսել է իր և մյուս հայ բանտարկյալների առողջական խնդիրների մասին, նշելով, որ այդ հարցը բարձրաձայնել է նաև դատարանում։ Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, սա 5-րդ և 6-րդ պաշտպանն այսքան ժամանակվա ընթացքում փոխվել են, և մեկը փոխվել է հենց վերաքննիչ դատարանի մեկնարկի, որը մյուսը 6-րդ նիստի ժամանակ։ Ինչ ասեմ, ես փորձել եմ իմանալ, ինչն է պատճառը, ասել են առողջականը, նույնիսկ դատարանում դատի ժամանակ ասել են միացրեք տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են, իրենք իհարկե խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա եւ այլն եւ այլն։ Այս պարագայում կուզենայի հիշեցնել մի շատ հետաքրքիր նախադեպ 1976 թվականին Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը բեկանել է առաջադանի դատարանի որոշումը Լեսլի Վան Հաուտենի գործով հայտնի շատ հանրահայտ, որովհետեւ նրա դատավարության մոտավորապես կեսին պաշտպանը փոխվել է եւ թեպետ նոր պաշտպանը ծանոթացել է բոլոր գործերի արձանագրություններին, միայն նրա պատճառով, որ նա հնարավորություն չուներ անձամբ տեսնելու իր ուրեմն նախորդի ժամանակ ուրեմն դատարանում ելույթ ունեցող բոլոր վկաներին անձամբ, այդ իսկ պատճառով դատարանը բեկանել է որոշում։ Իսկ այստեղ նման բաներ չկա, որովհետև Ամերիկա պարզ է ժողովրդավարական կայացած երկիր է, իսկ այստեղ գլխավոր դատավորը, այսինքն դատարանի նախագահը, ով ուղղարում է գործը, ուղիղ ենթատեքստով ուղղակի ասում է, որ ինչի եք այստեղ բողոքում առաջադանի դատարան, ձեր ամեն ինչ կա գրված արձանագրությունների մեջ։ Մենք պայքարում ենք այս ուրեմն չար աշխարհում արդարության եւ ազատության համար, մարդու իրավունքների, իսկ դա հենց այնպես չի լինում։ Մի բան է իհարկե կանգնած պայքար, կանգնել ուրեմն պաշտպանություն արդարության աշխարհում մեկ այլ բան է իհարկե նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց տնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան։ Ամենացած ամեն ինչ նորմալ է, պինտերեք, հանգագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դες սպասում են ծանր դժբախտաբար երևույթներ, չեմ ուզում այստեղից դա ասեմ, պինտերեք, ամեն ինչ պետք է, որ եթե մենք դարձի գանք նորմալ է։ Նորընտիր ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։ Այսօր հերթը Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովինն է։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստանը նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արեգա Հովսեփյանին։ Թե ինչպես է ընթանում քննարկումը խորհրդարանում, հետևենք ուղիղ միացմամբ։ Կառուցողական քաղաքականությունից կմնա կտարը,
ողջույններս կանանց իրավունքների պաշտպաններին այստեղ, ոնց որ ձեր աշխատանքը, ձեր թիմի ներսում տղամարդկանց հետ, որ ասում եք վարում եք, որպեսզի իրենք ինչ-որ հստակ դիրքորոշումներ ձևով իրենց պահեն, ոնց որ լավ չի ստացվում ձեզ մոտ, որովհետև մենք տեսնում ենք ձեր կողմնակալությունը, մենք տեսնում ենք ձեր լռությունը այն ժամանակ, երբ որ պետք է խոսեք, այնպես որ ես ձեզ խստագույնս հորդորում եմ, մի ստիպեք մեզ մեջբերումներ անել ձեր թիմի ղեկավարից, իմ դաստիարակությունը, իմ անցած ճանապարհը ինձ ուղղակի թույլ չեն տալու այդ հայտարարությունները անել այս ամբիոնից, որովհետև ներողություն 20 վայրկյան, որովհետև ինչպես նշել էի, մենք եկել ենք այստեղ այս ամբիոնի նկատմամբ հարգանքը վերականգնելու, իսկ ձեր ղեկավարի արած հայտարարությունները անելիս ամենևին էլ այդ ուղղությունը չի պահպանվելու, շնորհակալ։ Ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Իսկ երեկ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը լարված է անցել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը, որը իր ելույթում անդրադարձել է քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների, դատական համակարգի անկախության եւ ոստիկանության գործողությունների խնդիրներին։ Սկզբում ամեն ինչ ընթանում էր ճիշտ տրամաբանությամբ։ Հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Բագրատ Սրբազանին համեմատեց ահաբեկության համար մեղադրվող Ալ-Ղաիդայի առաջնորդ Բեն Լադենի հետ։ Ինչպես արձագանքեց ընդդիմությունը, ռեպորտաժում։ Ձեր գործընկերոջը Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին եւ մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք։ Բարևարքություն քարոզող ՔՊԱ-ականներն այս անգամ հենց իրենք խորհրդարանի ամբիոնից հատեցին բարևարքության սահմանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի Բագրատ Սրբազանին Բեն Լադենի հետ համեմատելուց հետո Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկումը վերածվեց կոշտ բանավեճի, հարուցելով ընդդիմության զայրույթը։ Հայտարարությունը հնչել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Իմ կրոնական զգացմունքներն էլ օրինակ դրանից են վիրավորվում Տիկին Գալստյան, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է ջիհադիստի պես։ Իսկ դատական վճիռներին եւ մնացածին, երբ որ գալիս եք այստեղ ու տերորիզմ պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում Տիկին Գալստյան։ Ի պատասխան Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունների ներկայացուցիչները իշխանական падգամավորին հիշեցրել են անմեղության կանխավարկածի մասին։ Պարոն Ալեքսանյան, հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը, որը կոնվենցիոն իրավունք է եւ Հայաստանի կողմից մի քանի կոնվենցիաների տակ ստորագրություն կա դրված, որոնք ուղղակի պարտադրում են պաշտպանել անմեղության կանխավարկածը։ Դուք դա խախտեցիք, դուք դատավոր չեք եւ դուք հիմա հնչեցրեցիք դատավճիռ։ Իսկ ձեր դատողությունները ես կոռեկտ չեմ համարում եւ չեմ պատրաստվում պատասխանել։ Դատական համակարգի անկախության մասին խոսելիս Գալստյանն անդրադարձել է նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի քրեական գործին, այն որակել է ընդդիմադիրներին լռեցնելու եւ քաղաքական հակառակորդներին հրեշացնելու փորձ։ Ոչնչացնելով շուրջ 60,000 ընտրողների Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները քաղաքական եւ բարոյական լեգիտիմության մեծագույն հարցական դրվեց ոչ միայն ազգային ժողովի, այլև ամբողջ պետական համակարգի լեգիտիմության վրա։ Գալստյանը քաղաքական ճնշումների համատեքստում հիշատակել է նաև Սամվել Կարապետյանի, Ավետիք Չալաբյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Իգոր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումները, պնդելով, որ դրանք ազդեցություն են ունեցել նաև ընտրության արդյունքների վրա։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանն էլ անդրադարձել է Սրբազան պայքարի գործով անցնող падգամավոր Արթուր Սարգսյանին։ Խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է ազգային ժողովի աշխատանքներին մասնակցել, այլ նաև շարունակում են նրա բացակայությունից օգտվել, կեղծիք տարածել, սուտ տարածել նրան վերագրվող իբր արարքների հետ կապված։ Ու մեկ էլ Արթուր Սարգսյանի, Բագրատ Սրբազանի մյուսների դատավոր Ֆարխոյանի
Այսքան ամիս անօրինական որոշումները ճպտնում էր, կալանքները շարունակում էր, երբ որ այլևս էլ օրենքը թույլ չէր տալիս կալանք պահել, Բաքրատ Սրբազանին տվեցիր տնային կալանք, արդեն համարեցին նախկին։ Բոլոր դատավորները թող հիշեն, կօգտագործեն, երբ պետք եղավ թողնեն մի կողմ։ Գալստյանը անդրադարձել է նաև հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, իշխանությանը մեղադրելով եկեղեցու գործերի միջամտելու եւ իր գնահատմամբ հակասահմանադրական դիրքորոշում որդեգրելու համար։ Պետական դատարանները իրավասու չեն քննելու եկեղեցական ներքին կյանքին առնչվող եւ կանոնական իրավունքներով, սա էլ է կարևոր բառ, կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանզի այսպիսի միջամտությամբ ոչ միայն խաթարվում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, այլև մարդկանց, մեր բոլորի խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը։ Քննարկումը սակայն դուրս է եկել նաև ներքաղաքական օրակարգի սահմաններից։ Գեղամանուկյանը խոսել է Արցախի խնդրի եւ Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների մասին։ Չի կարող մի ժողովուրդ, աշխարհասփյուռ ժողովուրդ, որը իր համար հակառակ ապրում է Միացյալ Նահանգներում, ապրում է Լիբանանում, ապրում է Սիրիայում, իր համար հայրենիքը մնա Հայաստանը եւ այդ ժողովրդի տարբեր հատվածների շահերը բախվեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Գիտեք, երևի սփյուռքահայերը քիչ եք շփվել, իսկ ես երջանկություն եմ ունեցել 18-19 տարեկանից ապրել այդ մթնոլորտում, լինել Սփյուռքի շատ գաղթօջախներում, ուղղակի դուք չեք ճանաչում։ Այդ մարդիկ ծնվում են, ծնվելուց հետո օրորոցայինով հայրենիքի հետ են կապվում։ Այս համատեքստում ԿՊԱ-ական падգամավոր Մարիա Կարապետյանը Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց։ ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովում նա շարունակելու է բարձրաձայնել արևմտյան Ադրբեջանի թեման։ Հայաստանի որևէ քաղաքացու թվում է, թե այս անվտանգային սպառնալիքների նկատմամբ չլսելու, չտեսնելու, չգնահատելու քաղաքականություն վարելով, կամ ինչ-որ խաղաղության նախաստորագրումով, թղթի ստորագրումով կարելի է ունենալ ապահովել խաղաղություն, սա քաղաքական մոլորություն է։ Եվ ուրեմն իմ խոսուրդը այնտեղ ոչ թե կոնֆլիկտածինն է, ոչ թե մտածածին, այլ Հայաստանի, հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից։ Իսկ այդ շահերի առանցքում Հայաստանի անվտանգությունն է։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին Գալստյանը անդրադարձել է նաև լրագրողների հետ զրույցում, հայտարարելով, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում նրանց վերադարձի ուղղությամբ։ Հանձնաժողովը ունի վերահսկողական գործիքակազմ եւ նաեւ պետական գերատեսչությունների հետ աշխատելով լրացուցիչ, այսպես ասած, խողովակներ եւ ես կարծում եմ այնուամենայնիվ սպառված չեն գերիների օրակարգով մեր պետության կողմից իրականացված աշխատանքները։ Անդիմադիր թեկնածուն նշել է նաև, որ ընտրվելու դեպքում հանձնաժողովում իր առաջնահերթություններից մեկը լինելու է արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Մինչդեռ ԿՊ-ի դիրքորոշումը Գալստյանի թեկնածության վերաբերյալ դեռևս հստակ չէ։ ԿՊԱ-ական падգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել։ Նրա խոսքով բոլոր թեկնածուները պետք է քննարկվեն, որից հետո միայն ԿՊ-ն որոշում կկայացնի։ Մինչ խորհրդարանում ընդդիմադիրները շարունակում են ահազանգ հնչեցնել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ծրագրի եւ տարածաշրջանային գործընթացների հնարավոր հետևանքների մասին, խաղաղության խաչմերուկի համատեքստում քննարկվող թրիփն ու ենթադրվող ճանապարհների բացումը նոր հարց են առաջ բերում։ Եթե բացվում են ճանապարհները, որքանով է փոխադարձ դառնալու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուրը։ Թվերն այս պահին խիստ անհավասար են։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին 7 ամիսներին Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք, մինչդեռ Հայաստանից Ադրբեջան հայկական ծագման ապրանքների արտահանում պաշտոնական տվյալներով չի արձանագրվել։ Այս անհավասարակշռությունն ինչ է նշանակում Հայաստանի տնտեսության համար եւ ինչ տնտեսական ու ռազմավարական ռիսկեր կարող է այն առաջացնել, ռեպորտաժում։ Ադրբեջանական ապրանքը միլիոնավոր դոլարների ծավալով մտնում է հայկական շուկա, մինչդեռ հայկական արտադրանքը ադրբեջանական շուկա դեռ գրեթե չի հասնում։ Երկու երկրների միջև առևտրի դռները բաց են, բայց առայժմ հիմնականում մեկ ուղղությամբ։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին 7 ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք։ Դինամիկան ուշագրավ է։ Միայն հունվարին այդ ցուցանիշը կազմել է 2 միլիոն 403 հազար դոլար, ապրիլին արդեն 9 միլիոն 446 հազար, առաջին կիսամյակի ավարտին 17 միլիոն։ Այսինքն ընդամենը մի քանի ամսում ադրբեջանական ապրանքների ներհոսքը Հայաստան բազմապատկվել է։ Հակառակ ուղղությամբ սակայն պատկերը գրեթե զրոյական է։ Ադրբեջանի մաքսային վիճակագրության մեջ տարվա ընթացքում ընդամենը 960 դոլարի ներմուծում է գրանցվել Հայաստանից, բայց այստեղ էլ կա կարևոր մանրուք։ Այդ 960 դոլարը հայկական արտադրանք չի եղել։ Ադրբեջանի մաքսային կոմիտեն պարզաբանել է, խոսքը Նիդերլանդներից Հայաստան ներմուծված վարդերի մասին է, որոնք այնուհետև տեղափոխվել են Ադրբեջան։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն էլ հայտնել է, որ հայկական ծագման ապրանքների Ադրբեջան արտահանման որևէ փաստ պաշտոնական տվյալներում չի արձանագրվել։ 17 միլիոն դոլարի 960 դոլարի համար ցույց է տալիս, որ դա շատ խոշոր դիսբալանս, որը հանգեցնելու է, եթե Ասոչյանի աճի շարունակի Հայաստանի տնտեսական նաև կախվածությունից Ադրբեջանից։ Առայժմ Ադրբեջանից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքները բենզինն ու դիզելային վառելիքն են։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ նշել էր, որ երկու երկրների շուկաները դեռ միմյանց քիչ են ծանոթ, իսկ առևտրի ընդլայնմանը խանգարում են նաև ենթակառուցվածքային եւ լոգիստիկ գործոնները։ Միայն ապրիլի 15-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն ներմուծվել էր 9337 տոննա վառելիք 7.2 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Դրանից 5398 տոննան դիզել էր, մոտ 3939 տոննան բենզին։ Տնտեսագետների ու փորձագետների մի մասը սակայն այս դինամիկայի մեջ ռիսկեր է տեսնում, մասնավորապես մտահոգություն կա, որ ադրբեջանական ապրանքների եւ հատկապես վառելիքի ներմուծման աճը կարող է ժամանակի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ դնել Ադրբեջանից։ Հայաստանը փաստացի կարող է դառնալ պարզապես Ադրբեջանի տնտեսության այսպես պայմանական իմաստով սպառող։ Այսինքն մենք ապահովում ենք Ադրբեջանի տնտեսության համար սպառում։ Եթե որևէ երկրի ապրանքների մասնաբաժինը հայկական շուկայում շարունակաբար աճում է, իսկ հայկական արտադրանքը նույն շուկայում ընդհանրապես չի հայտնվում, ձևավորվում է միակողմանի տնտեսական կապ։ Ըստ տնտեսագետի, այս պայմաններում խնդիրը միայն ապրանքի գինը չէ։ Տեղական արտադրողի համար առանցքային է նաև այն հարցը, թե նա կարող է արդյոք մրցակցել մեծ ծավալներով ներմուծվող ապրանքի հետ։ Լուրջ անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, թե տնտեսության տեսակետից, թե էներգետիկ անվտանգության տեսակետից եւ այս դիսբալանսը լուծել եզոստայմիսովա ռեժիմը չի կարող, բայց Հայաստանը կարող է հանգիստ կերպով մեծ կախվածության մեջ գցել հենց էներգետիկ առումով Ադրբեջանից։ Սակայն փորձագետների գնահատմամբ խնդիրը միայն տնտեսությամբ չի սահմանափակվում։ Առևտրի այս անհավասարությունը նրանք դիտարկում են նաև անվտանգության համատեքստում։ Ստացվում է, որ Հայաստանը փաստացի ֆինանսավորում է Ադրբեջանի տնտեսությունը։ Այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունն ինքը, այսպես ասած, աճում է գերազանցապես արտաքին ֆինանսավորման կամ պարտքի շնորհիվ, եւ սա բնականաբար ինքնին մտահոգիչ տրամաբանություն է ոչ միայն հայ-ադրբեջանական գործընթացի առումով, երբ Հայաստանի հանդեպ Ադրբեջանը նաեւ որոշակի տնտեսական լծակներ կարող է ձեռք բերել, այլ նաեւ ընդհանրապես Հայաստանի տնտեսության հեռանկարների առումով։ Մանվելյանն ընդգծում է դոլարները, որոնք Հայաստանից Ադրբեջան են գնում մի օր գործածվելու են Հայաստանի դեմ։ Դե իսկ իշխանության պնդումները, թե առևտուրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն են ուղղված, կեղծ ու մանիպուլյատիվ է որակում։ Երկակի խնդիր է ստեղծում Հայաստանը, մի կողմից էներգետիկ կախվածություն, էներգետիկ անվտանգության թեմայի հետ կապված, մյուս կողմից ընդհանուր տնտեսական անվտանգության խնդրի հետ կապված։ Որտեղ դիսբալանսը այդ թվերի միջև շատ մեծ է, ահռելի մեծ։ Դա նշանակում է այդ առևտրին համակարգում Հայաստանը ոչինչ չի շահում բացի կորցնելուց, որտեղ այդ գումարներն որ գնում է Ադրբեջան-Հայաստան, դրա մի մասը ուղղվում է, ասենք, երկրի ռազմական բյուջեին ընդդեմ Հայաստանի։ Այսպես կոչված խաղաղության պայմաններում սահմանների բացվելը միայն ճանապարհների բացում չէ, դա նաև երկու երկրի շուկաների միմյանց համար բացումն է։ Եվ այստեղ առայժմ մի կարևոր անհավասարություն կա։ Ադրբեջանը հայկական շուկա է մտնում միլիոնավոր դոլարների ապրանքով, մինչդեռ հայկական արտադրողը ադրբեջանական շուկա մուտք գործելու իրական հնարավորություն դեռևս չունի։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Մինչ քննարկվում է նոր շուկաների բացման եւ առևտրային կապերի ընդլայնման հարցը, հայ արտադրողը շարունակում է բախվել արդեն գործող շուկաներում իր արտադրանքի իրացման խնդիրներին։ Արմավիրի մարզում դեղձի մթերման շուրջ գյուղացիների դժգոհությունը դեռ չի մարում։ Նրանք պնդում են, պետական աջակցության հիմնական մասը հասնում է չրագործներին եւ արտահանողներին, մինչդեռ թարմ բերքի իրացման խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Ինչ խնդիրների առաջ են կանգնել գյուղացիները եւ ինչու չի հաջողվում իրացնել բերքը, լսենք։ Չէ, սենց բան չի եղել ոչ մի տեղ։ Գյուղացիքով ամեն տեղ էլ դիմել են, բայց ոչ մի լուծում չկա։ Ամենալավ լուծումը է սա հավաքենք տանք զավոդ։ 40 դրամ է մի զավոդը, իսկ որ ասենք տանք ֆուրերին, ասենք ամենալավը 100 դրամ։ Եթե աշխատող բերենք, ինչ անենք, հավաքենք, դա ձեռ չի տալի։ Եթե ամեն բուժումը մենակ ես 80,000-ի բուժում եմ արել տաշտին, իսկ դրա հախը չի անի, որ մնաց վարկով էլ առել եմ այս տաշտը։ Էսա դեղցը որ սկսվավ մի 10 օրից կպրծնի։ Ինչը պիտի հասցնեն, ոչ ոմանե չեն կարող հասցնել։ Տանողը ասում է 100 դրամ, արաքի չէ։ Երեք բաներն եկան, անուն ինչա։ Այդ չիրանողները իրանց օրինակները ասեցին սա թողը դե ես ստանդարտ բան ուզում ես sense տոգոլագա ուզում լուբոյ չիրանողներ կոմանդրը չի տանի ինչ ինչքանով կտանի միջով ամենա մեծ գումար 200 դրամ ասին հետո ցածր փոքրը 150 ավելի փոքրը 100 Ուզել են չրագործները քաղաքապետի առաջ, մարզպետների առաջ ուզել են, ասել են 1-500 տոննա, 1-200 տոննա, ասել են կառնենք։ Հետքնահերի կա, որ ամբողջ գյուղացին ինչքան բերք կա վաճառեն, թե էլի ամենա։ Դե գիտես որ չէ։ Չրագործը խոշորն է առնելու, մաները չի առնելու։ Խոշոր բերքն է առնելու։ Մաներն էլ դե արդեն Երևան տասկում էլի։ 100 դրամով երևի ֆուրերը կամ կառնեն կամ չեն առնի մաները։ Հա, այդ դուրս տանողները։ 100 դրամն էլ էսօր։ Գիտես, ինչ կարող է մի հատ բանվոր գա հավաքող։ Դե տերը չի կարող հավաքի։ 10,000 դրամ է հավաքելը։ Մի հատ հավաքող կա, ընդամենը հավաքի իր փողի չափով։ Ու վсё։ Իրա 10,000 առնի է խոսքի 120 կիլո հավաքի։ Էլ գյուղացում ոչ մի կոպեկ չի մնալու, եթե դենց եղավ 100 դրամով։ Բայց հայկական գյուղմթերքի իրացման խնդիրը միայն ներքին շուկայով չի սահմանափակվում։ Դրա կարևոր ուղղություններից մեկը Ռուսաստանի շուկան է, որտեղ հայկական գյուղմթերքի արտահանման ծավալները նույնպես սահմանափակվել են։ Ռուսաստանը Հայաստանից սպասում է գյուղատնտեսական արտադրանքի սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույցի, նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխանելու հստակ ծրագրի։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը մայիսից է սահմանափակել Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը։ Մոսկվան հայտարարել է, որ նախկին ծավալների վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը լիարժեք ապահովի ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների կատարումը։ Մայր Հայաստան կուսակցության հայտարարության համաձայն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին քննչական բաժնից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Նշեմ, որ մոտ 350 կին է միացել Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին։ Նրանք այս պահին ակցիա են անցկացնում Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։ Քաղաքագետ Ստեփան Դանելյանի խոսքով նախաձեռնության մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկված քաղաքացիների խնդրին։ Նաև այսօր Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան օրն է, ինչը նախաձեռնության հեղինակների խոսքով առանձնահատուկ խորհուրդ է տալիս այսօրվա ակցիային։ Ինչ է կատարվում այնտեղ, հետևենք ուղիղ միացմամբ։
գիտենք քո տեսակը, քո մարդկային բարձր արժեքները եւ համոզված ենք, որ շուտով այս մղձավանջը ավարտվելու է եւ դու գրկելու ես քո սիրելի երեխաներին, որի ծնունդն է այսօր, երեխաներից մեկի անչափահաս երեխաներից մեկի ծնունդն է այսօր եւ մենք էլ շնորհավորում ենք թող այս մեր բոլորի ճնշումը, ձեր գրառումները, ձեր մեկնաբանությունները, ձեր եթերներում ձեր աջակցության խոսքը դատապարտելու այս ամեն ինչը նաև հանգեցրել է նրան, որ այսօր հնարավորություն ունի Արեգնազը հանդիպել իր մանկահասակ երեխայի հետ։ Բայց միայն այսօր, ցավոք միայն այսօր։ Եվ անչափ կարևոր է, որ ես կոչ եմ ուզում ուղղել բոլոր են հանրային գործիչներին, բոլոր են մարդկանց, նախկին պատգամավորներ, չգիտեմ, հանրային հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, եւ մշակույթի գործիչներ եւ այսպես ասած մշակութային գործիչներ, որովհետեւ ինչի եմ ասում այսպես ասած, որովհետեւ այսօր շատ մարդիկ լուր են Հայաստանում տիրող ապօրինությունների։ Իրենց մի գրառմամբ, մի խոսքով, աջակցության մի նախադասությամբ շատ բան կարող է փոխվել։ Մենք նախադեպը ունենք, որ երբ որ մենք միակամ ենք, երբ որ մենք կարողանում ենք ճնշում գործադրել իշխանությունների վրա, իշխանությունները տեղի են տալիս։ Նույնը նաև տեղի ունեցել ուրիշ այլ քաղբանտարկյալների հարցով, Լիզիա Մանթաշյանի հարցով։ Եվ նորից կոչ եմ անում, դուք այդ մարդկանց հետ ճանապարհ եք անցել։ Շատերը, որոնք որ հիմա անազատության մեջ են, ձեզ տարբեր առիթներով աջակցել են։ Եվ այսօր դուք ձեր լռությամբ ուղղակի չուր եք լսում իշխանությունների ջրաղացին։ Ասում եք կան վտանգավոր չէ գողերը, հանցագործները։ Ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Իրավական դաշտում եւս նոր զարգացում կա Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան ընդդեմ Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշման։ Այդ որոշմամբ Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել էր, իսկ քրեական գործը վերադարձվել էր առաջին ատյանի դատարան նոր քննության։ Դատախազության բողոքին Աջապահյանն արձագանքել է հրապարակելով նաեւ փաստաթղթի լուսանկարը։ Նա ուշադրություն է հրավիրել բողոքի տակ ռուսերեն ստորագրությունների վրա։ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազային։ Սիրիական կողմի տվյալներով 8 ավիահարված է եղել թռիչքուղու եւ պահեստային օբյեկտների ուղղությամբ, զոհեր չկան։ Հարվածը հաստատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ Սիրիան խախտել է անվտանգության վերաբերյալ պայմանավորվածությունները եւ թույլ է տվել թուրքական ուժերի տեղակայումը բազայում։ Թուրքիան հարվածը դատապարտել է այն համարելով Սիրիայի ինքնիշխանության խախտում, իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունը ավելորդ սրացում է եւ չի նպաստում տարածաշրջանի կայունությանը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև իրավիճակը շարունակում է սրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում եւ այս պահին նման բանակցություններ ել նախատեսված չեն։ Նա նաեւ նշել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով։ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարությունը։ Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ Հորմուզը չի բացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում չի վերացրել ծովային շրջափակումը։ Իրավիճակի լարվածությունը մեծացել է նաև Թրամփի մեկ այլ հրապարակումից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը Հորմուզի նեղուցի քարտեզն է հրապարակել, այն անվանելով ԱՄՆ նոր տարածք։ Իրանը կտրուկ արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ Թեհրանը կշտկի Թրամփի այդ պատկերացումը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահի Հորմուզի նեղուցի վերաբերյալ հայտարարությունը սխալ է եւ հավելել, որ Իրանը պատրաստվում է պատասխանել դրան։
Հորմուզի նեղուցում բեռնանավ է ոչնչացվել։ Միջադեպի մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը։ Կառույցից հայտնել են, որ նավը նեղուցով անցնելիս հարված է ստացել անհայտ արկից։ Հարձակման հետևանքով նավի անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է։ ՆԱՏՕ-ն Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ է անցկացրել ստուգելով դաշինքի արևելյան թևի պաշտպանունակությունը։ Տրանսիլվանիայում անցկացված զորավարժություններին մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող եվրոպական մի քանի երկրներից։ Իսկ Ուկրաինայում պատերազմի պայմաններում կրկին քննարկվում է ընտրության անցկացումը։ Պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտարարել է, որ երկիրը պետք է գտնի ընտրությունների անցկացումը վերսկսելու օրինական եւ անվտանգ մեխանիզմ։ Նրա խոսքով պատերազմը չի կարող անորոշ ժամանակով կասեցնել ժողովրդավարական գործընթացները, սակայն խնդիրն իսկապես բարդ է։ Պետք է ապահովել քվեարկությունը զինվորականների, արտերկրում գտնվող միլիոնավոր ուկրաինացիների եւ առաջնագծին մոտ ապրող քաղաքացիների համար։ Եվ վերջում, Հավայան կղզիներում լալա արևադարձային փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել, իսկ տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Վարորդական վկայական ստանալու համար միայն քննություն հանձնելը այսուհետ կարող է բավարար չլինել։ Ներքին գործերի նախարարությունում քննարկվում է ավտոդպրոցում ուսուցումը պարտադիր դարձնելու առաջարկը։ Նպատակը ոչ միայն քննությունը հաջող հանձնելն է, այլև ապագա վարորդներին ճանապարհային երթևեկության կանոններին ու անվտանգ վարելուն պատշաճ պատրաստելը։ Նախատեսվում է նաև խստացնել ավտոդպրոցների լիցենզավորման պահանջները, ապահովելով անհրաժեշտ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգ ուսուցում։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 33-ից 35, իսկ երեկոյան 18-ից 20 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։